Այս վերջերս Նիկոլ Փաշինյանը այցելել է Civic AM-ի վերանորոգված գրասենյակը, լուսանկարներ կան, ու դա է հրապարակել։ Դա հրապարակել է, որից հետո գլխավոր դատախազությունը այդ թղթի կտորը փոխանցել է քննչական կոմիտեին, նրանք էլ միանգամից սկսել են իրականացնել գործողություններ։ Ու այսօր լույսը բացում է, սկսում են լայնամասշտաբ ձերբակալություններ, խուզարկություններ, արգրավումներ եւ այլ համատարած ամբողջ երկրով։ Վայքում եթում են, ասենք, ընդեղ է մարդը չեն նայում, տունը դժբախտություն կա, ինչ այլ է, այս մեկ տեղը տուն, այս մեկի տեղ երեխա կա, այս մեկը պատգամավոր է, մեկը սրբազան է, մեկը կապ չունի։ Բլավ, ես ուզում եմ հասկանամ, եթե սա մի լայնամասշտաբ պետական իշխանությունը ապօրինի զավթելու միացած մասշտաբային ծրագիր էր, ներառում էր ամբողջ հանրապետությունը, տարօրավոր մարդիկ, գործողություններ, միջոցներ, բայց երկրում օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները, ազգային անվտանգության ծառայությունը, որը սենց մտել է տեղ չկա, որ իրանք մինչև հիմա մտած չլինեն, ոստիկանությունը իր օպերատիվ հետախուզական մարմիններով, արտաքին հետախուզական, չէ որ դա կարող է նաև արտաքին օտարերկրյա պետությունների կողմից ինչ-որ, այդ դրանք մինչև հիմա խոտենք էր, ասենք ես ով իմանամ, եթե տենց, եթե Civic AM-ն է մեր երկրում, մի հատ երրորդ սորթի կուսակցական լրատվամիջոց է բացահայտում պետական հեղաշրջման լայնածավալ պատում ես պետական իշխանության դասում է քննչական կոմիտեի հայտարարության մեջ ասում է օրենսդիր եւ գործադիր իշխանությունը զավթելու պետական իշխանության 3 թևերից 2-ը զավթելու արդեն հայ-հայերա իրական Civic AM-ը բռնեց Civic AM-ը բռնեց նոր տվեց ԱԱՑ-ն արդեն սև դիմակները քաշին գլուխները Սև շոյերը հական ավտոմատները վերցին, ահա սարսուր գնացին ձեր Civic AM-ի բացը, բա որ այդպես բաներ էր, այդ է սև դիմակները, այդ է շոյերը, ավտոները, ավտոմատները, սենց բաները, բա դուք մինչև հիմա, սաղըտ իրար հետ, եկել է ժամը մեկը, մի դուք խոտ եք տրել, 4 կողմից կերել եք, բա որ դուք իրավապահ մարմին եք, դա ոնց է այդ ամեն ինչը տեղի ունեցել, որ Civic AM-ն է դա բացահայտել։ Պարզա չէ՞ ինչ է տեղի ունեցել։ Իրանք իրանց ձևով գրել են, իրանք իրանց ձևով իրանց կայքում հրապարակել են։ Գլխավոր դատախազը, որ իրանց վարչապետի օգնականն է եղել Աննա Հակոբյանի ընկերուհին, վերջ է տվել իրավա, դրանք գնացել են, անցել են զանգվածային ձերբակալությունների։